Մարդկանց մեծ մասը կարողանում է դիմակայել կյանքի դժվարություններին և հեշտությամբ դուրս գալ ծանր իրավիճակներից։ Սակայն սթրեսը ունի մի հատկություն. երբեմն այն կուտակվում է դանդաղ և աննկատ։ Այդ ժամանակ մարդիկ շարունակում են մտածել, թե ամեն ինչ կարգին է։ Եթե սկսել եք հաճախ մրսել և հիվանդանալ, գոյատևելու համար այսօր չենք մտածում կռվել գիշատիչ կենդանու հետ, թե փախուստի դիմել, և այն սթրեսը, որը ապրում ենք աշխատանքի գնալիս խցանման մեջ հայտնվելիս, ուղղակիորեն չի սպառնում մեր կյանքին։ Այդուհանդերձ այն նույն ձևով ենք արձագանքում դրան, ինչպես հնագույն ժամանակներում սթրեսի մեծ քանակությամբ հորմոններ արտադրելով՝ ադրենալին և կորտիզոլ։ Հայտնի է, որ բժշկության մեջ գլյուկոկորտիկոիդներ են օգտագործում ալերգիայի բուժման ժամանակ։ Այն հատուկ անջատում է իմունային համակարգի ռեակցիան, որպեսզի ազատվի գրգռվածությունից։ Այդ նույն կերպ անջատվում է նաև մարդկանց իմունիտետը շարունակական սթրեսների հետևանքով, որոնք օրգանիզմին ստիպում են ավելորդային քանակով կորտիզոլ արտադրել։ Գուցե թվա, թե սթրեսը կառավարում է մեզ, որ ձեռքի ափերը սառչում են, իսկ սիրտը սկսում է արագ բաբախել։ Բայց ոչ, այդ մենք ենք կառավարում սթրեսը, ստեղծելով այն ոչնչից, մեկ մտքով զարկ ենք տալիս այդ պրոցեսին, երբ սկսում ենք անհանգստանալ և մտահոգվել չնչին պատճառով անգամ։ Եթե երազում կրկին տեսնում եք, որ կորցնում եք ատամները կամ ընկնում եք բարձր տեղից, ապա սրտին մոտ մի ընդունեք։ Այդպիսի երազներ շատերն են տեսնում և դրանցից հետո ոչ ոք չի մահանում։ Այդ սթրեսն է ստիպում ձեզ վայր ընկնել կամ կորցնել ատամները։ Նրա պատճառով եք վազում հեռացող գնացքի հետևից։ Միակ բանը, որ պետք է հուշեն ձեզ այս երազները, իսկական հանգիստ կազմակերպելն է։ Մազաթափությունը ոչ միշտ է պայմանավորված լինում լվացող վատ միջոցով կամ էկոլոգիայով։ Մազերի համար շատ կարևոր է մեր սնվելը և հանգստությունը։ Գիրանում եք անհանգստացնում է ստամոքսը։ Ինչու ենք որոշակի վիճակներում հատկապես քաղցր և յուղալի բաներ ուտելու ցանկություն ունենում։ Մեխանիզմը պարզ է։ Երբ սթրեսի հորմոնները միացնում են դիմադրիր կամ փախիր ռեակցիան, ուղեղը սկսում է պատրաստվել այն բանին, որ երկու դեպքում էլ հավելյալ էներգիա է պետք գալու, ինչը շատ արագ կարելի է ստանալ կալորիաներով հարուստ սննդից, շաքարից և ճարպերից։ Սթրեսային իրավիճակում արյունը հոսում է դեպի կենսականորեն կարևոր օրգանները, որպեսզի առաջին հերթին ապահովի դրանց աշխատանքը, կյանքի համար ճգնաժամային իրավիճակներում այդպիսի օրգաններն են շնչառական համակարգը, սիրտը և ուղեղը։ Այդ պատճառով էլ, որ անհանգստանալիս մեր ոտքերն ու ձեռքերը սառչում են։ Լիքը ստամոքսը դիմադրելու կամ փախչելու համար միայն խոչընդոտ է։ Դրանով է բացատրվում այն, որ քննությունից կամ ծանր թռիչքից առաջ զուգարան գնալու ցանկություն ենք ունենում։ Սթրեսի աղբյուրը, սակայն, ոչ միշտ է այդքան ակնհայտ լինում։ Եթե ստամոքսը օրեր շարունակ անհանգստացնում է կամ ցավում, չնայած որ սնվում ենք սովորական, ապա ամենայն հավանականությամբ պատճառը սթրեսն է։ Նախ անցում կատարեք դեպի թեթև սնունդ, իսկ հետագայում սթրեսային իրավիճակներում հաշվի առեք ձեր օրգանիզմի այդ առանձնահատկությունը։ Եթե մոռացկոտ եք դարձել, հաճախ եք իրերը ձեռքից վայր գցում կամ կորցնում։ Ոչ տանը, ոչ աշխատավայրում ոչ ոք չի տեսել, որ նյարդայնանաք կամ զայրույթից բղավեք, սակայն այդ չի նշանակում, որ հաղթահարել եք սթրեսը։ Անգամ ուժեղ կամք և երկաթյա նյարդեր ունեցող մարդկանց դեպքում է սթրեսը ազդում իմացական ընդունակությունների, հիշողության, խոսքի և մոտորիկայի վրա։ Իրերը կորչում են և նորից հայտնվում նույն տեղում։ Բանալիները հայտնվում են լոգարանում, հեռուստացույցի հեռակառավարման վահանակը գազօջախի կողքին։ Կարծես իրերը պահմտոցի են խաղում մեզ հետ։ Ով կմտածեր, որ մեր մոռացկոտությունը պատահական չէ և միևնույն ժամանակ բուժելի է։ Եթե այդպիսի վիճակում եք, մի լավ հանգստացեք, լիարժեք քնեք և թույլ տվեք, որ ձեր օրգանիզմն էլ հանգստանա հնարավոր գրգռիչների ազդեցությունից։
Ստիպված եք լինում հաճախ դիմել ատամնաբուժի։ Ատամների ցավելը, ընկնելը, երազում և կրճտացնելու սովորությունն ի հայտ են գալիս ստրեսային ապրումների ֆոնին։ Այդ երևույթը ստացել է բրուքսիզմ անվանումը և այնքան էլ անվնաս չէ, քանի որ նպաստում է ատամի էմալի քայքայմանը։ Անգամ սովորական կարիեսը ուղղակիորեն կապված է ստրեսի մակարդակի բարձրացման հետ, քանի որ այդ դեպքում քթի մեջ փոխվում է իմունոգլոբուլինի և մանրէները չեզոքացնող պաշտպանիչ այլ գործոնների քանակը։ Եթե ականջներում աղմուկի, զնգոցի, շվոցի զգացողություն ունեք, առաջանում է առանց արտաքին ձայնային գրգռիչների, անսպասելի, բժիշկների լեզվով տինիտուս։ Ոչ ոքի առանձնահատուկ հոգս չի պատճառում, սակայն երբեմն լինում են պահեր, երբ սկսում եք լսել ամեն օր։ Որքան էլ տարօրինակ հնչի, հաճախ համընկնում է նախատոնական կամ էլ մի կարևոր իրադարձության պատրաստվելու օրերին, երբ այս ու այն կողմ եք վազում, ջանալով հասցնել անել ամեն բան։ Սկսում եք քորել ձեզ։ Եթե սկսում եք մի քանի անգամ քորել մարմնի տարբեր մասերը, հոնքը կամ քթի ծայրը, կամ էլ ձեզ թվում է, թե ձեռքին միջատ է նստել և պետք է շարժել այն, այդպիսի կրկնվող գործողությունները նույնպես ստրեսի հոգեսոմատիկ ախտանշան են։ Օրգանիզմը այսպիսի նուրբ ազդանշաններ է ուղարկում այն ժամանակ, երբ ստրեսը դեռ չի սկսել ամբողջովին կառավարել մեզ։ Այդ նշանները պետք է հուշեն, որ մի բան այն չէ։ Փորձեք լսել օրգանիզմի ձայնը և նվազեցնել ծանրաբեռնվածությունը, քանի դեռ բանը չի հասել ստրեսի ծայրահեղ դրսևորումների, հոգեսոմատիկ հիվանդությունների և դեպրեսիայի։ Առողջ եղեք, սիրելի բարեկամներ, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և սեղմել հավանել կոճակը։